Ես Լիլիթ Նամավետիսյան, ներկայացնում եմ Փինկ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Այսօր միասին կանդրադառնանք գենդերային հիմքով բռնության հիմնահարցերին, որը Հայաստանում հանդիպող ներկայիս ակտուալ հիմնախնդիրներից մեկն է։ Միասին հատկապես կանդրադառնանք լեսբի, բիսեքսուալ եւ տրանս կանանց հիմնահարցերին, հենց գենդերային հիմքով բռնության վերաբերելի ինչ տեսակներ են, որոնք դրսևորվում են, ինչպես են դրանք դրսևորվում, որ ոլորտներում են ավելի ակտուալ, այն մասնագետները, օգնող աջակցող մասնագետները, որոնք որ աջակցություն են տրամադրում բնակչությանը, ներառյալ նաև լեսբի, բիսեքսուալ եւ տրանս անձանց, ինչին վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչպես տարանջատեն գենդերային հիմքով բռնությունը եւ ամենակարևորը հասկանան ինչպես արձագանքել ու որտեղ որ կարիքի դեպքում ուղղորդել։ Եթե նայում ենք դասական սահմանումները, գենդերային հիմքով բռնությունը, դա որոշակի բռնություն է, որը բռնություն է, տարբեր տեսակ գործողություններ, որոնք ուղղված են դիմացինին ֆիզիկական, հոգեբանական կամ այլ տեսակ վնաս հասցնելուն, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, որ գենդերային հիմքով բռնության մեջ միայն արական, իգական կամ կին տղամարդ բինարության դրսևորումը չէ։ Գենդերային հիմքով բռնությունը առաջին հերթին ինքը ուղղված է հենց հասարակությունում առկա որոշակի ստանդարտներին, անհամապատասխան կանացիության դրսևորումներին եւ հենց դա է ընկնում հաճախ բռնության որևէ տեսակի կիրառելիության հիմքում։ Եթե փորձենք հասկանալ, ինչ կա այլ բացի կանացիության ու առնականության որպես այդպիսի հատկանիշի, որին որ ուղղված է որոշակի գործողությունը, մյուս կարևոր կետը դա որոշակի իշխանության կամ ուժի դրսևորման յուրահատկությունն է այս տեսակ բռնի գործողություններում, որը սովորաբար ուղղված է լինում հենց դիմացինին, որն ընկալվում է ավելի ստորադաս, ավելի թույլ, ավելի տարբերվող, որպեսզի կարողանանք նաև հասկանալ գենդերային հիմքով հասկացության մեջ այդ գենդերայինի բազմաշերտությունը եւ ի վերջո հասկանանք թե լեսբի, բիսեքսուալ ու տրանս կանանց որքանով է վերաբերելի եւ ինչ կետերն են, որոնց կարեւոր է ուշադրություն դարձնել, որպեսզի հասկանանք դրսևորման առանձնահատկությունները, նախ պետք է մի փոքր անդրադառնանք հենց ամենասկզբից սեռականության հասկացմանը ու սեռականության բազմաշերտության հասկացմանը։ Երբ որ մենք խոսում ենք մարդու սեռականության մասին, հիմնականում շատերը պատկերացնում են միայն սեռական որոշակի ակտը կամ գործողությունները, սակայն մեր սեռականությունը ինքը ներառում է մի շարք հարթություններ եւ բազմագործոնային է, ինչպիսին կարող են լինել մեր կենսաբանական առանձնահատկությունները, այն գենդերային սոցիալական դերերը, որոնք որ բնորոշ են կանացիության առնականությանը, մեր գրավչությունների ամբողջությունը, սեռական կողմնորոշումը, մեր ինքնընկալումը որպես առնական կամ կանացի կամ գենդերային ինքնությունը կարող է ներառված լինել նաև մեր վերարտադրողականության հարցերը, գրավչության հարցերը, հաճույքի հարցերը, մի շարք այլ շարունակական երևույթներ, որոնք որ մեր մարդու սեռականության մասն են կազմում։ Այս ամբողջ սեռականության մեջ, որպեսզի կարողանանք տարանջատել ու հասկանանք ովքեր են լեսբի, բիսեքսուալ կանայք եւ ովքեր են տրանս անձիկ, անդրադառնում ենք սովորաբար երկու, տարանջատ հասկացություններին։ Առաջինը սեռական կողմնորոշումն է եւ երկրորդը մեր սեռը կամ գենդերը, գենդերային ինքնության հասկացությունները։ Լեսբի, բիսեքսուալ կանանց հասկանալու համար կարևոր է հենց անդրադառնալ սեռական կողմնորոշման սահմանմանը, Սեռական կողմնորոշումը դա մեր գրավչությունների ամբողջությունն է, որը կարող է լինել հուզական, սեռական, ռոմանտիկ գրավչությունները, ցանկությունները, որոնք որ ուղղված են այլ անհատի նկատմամբ։ Եթե ուղղված է այլ սեռի նկատմամբ, օրինակ ես կին եմ եւ գրավչությունների ամբողջությունն եմ տղամարդու նկատմամբ, ապա անվանում են հետերոսեքսուալ սեռական կողմնորոշում կամ տարասեռական սեռական կողմնորոշում։ Եթե գրավչությունների ամբողջությունը ուղղված է նույն սեռի նկատմամբ, օրինակ կին եմ կնոջ նկատմամբ, ապա մենք
ունենք նույնասեռական սեռական կողմնորոշման սահմանումը եւ կարող է լինել, որ մարդը ունենա գրավչությունների ամբողջություն մեկից ավել սեռերի կամ գենդերների նկատմամբ։ Նույնասեռական կանանց դեպքում, նույնասեռական սեռական կողմնորոշում ունեցող կանանց դեպքում մենք օգտագործում ենք լեսբի եզրը, հա։ Իսկ բիսեքսուալի դեպքում սովորաբար բիսեքսուալ կին կամ բիսեքսուալ տղամարդ եզրն ենք օգտագործում։ Հետևաբար, երբ որ մենք նայում ենք ԼԲՏ կանանց հասկացության մեջ, լեսբին բիսեքսուալ անձիկ այն անձիկ են, ովքեր որ ունեն գրավչությունների ամբողջություն, որը մի դեպքում նույն սեռին է ուղղված եւ մյուս դեպքում ուղղված է մեկից ավել սեռին։ Մյուս բաղադրիչը, որ տարանջատում է եւ կարեւոր է, որ մենք հասկանանք ովքեր են տրանս անձիկ կամ տրանս կանայք, դա գենդերային ինքնությունն է։ Մինչև անդրադառնալը գենդերային ինքնությանը, որը որ մեր ներքին ինքնընկալումն է, այստեղ կարևոր է անդրադառնալ սեռ եւ գենդեր հասկացությունների տարանջատմանը, հա։ Երբ որ խոսում ենք սեռի մասին, հաճախ նկատի ենք ունենում կենսաբանական սեռը, որը մեր կենսաբանական առանձնահատկությունների ամբողջությունն է, առաջնային եւ երկրորդային սեռային հատկանիշների ամբողջությունը, հորմոնները, գոնադները եւ մնացած այլ կենսաբանական եւ ֆիզիոլոգիական տարբերությունները, որոնք առկա են արական ու իգական սեռերի նկատմամբ։ Եվ երբ խոսում ենք մարդու գենդերի մասին, մենք նկատի ենք ունենում մարդու սեռից ելնելով որոշակի սպասելիքները, որոնք առկա են տվյալ հասարակությունում, հա, օրինակ ինչպիսին պետք է լինեն իգական սեռի ներկայացուցիչները, մեր հյուրահասարակությունում առկա են որոշակի սպասելիքներ, հա, պետք է ունենան որոշակի արտաքին, չգիտեմ, մազերի որոշակի երկարություն, կրեն որոշակի հագուստներ, այսինքն ինչպիսին պետք է լինի կերպարանքը, նաև ինչպես պետք է խոսեն, ինչպես պետք է վարվեն տարբեր իրավիճակներում, ինչ ֆունկցիաներ կամ դերեր պետք է իրականացնեն հասարակությունում, այս բոլորը ինքը բնորոշում են հենց այն ամբողջական գենդերի հասկացությունը, որը որ եւ սոցիալական գիտությունը սկսում է տարանջատել։ Հասկանալի է, որ այս նշած սոցիալական առանձնահատկությունները իրենք նաև կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում, նաև կարող են ունենալ տարբեր դրսևորումներ տարբեր մշակույթներում։ Ինչու եմ նաև անդրադառնում այս հասկացմանը, որովհետև կարևոր է նշել, որ սոցիալական դերերին եւ ակնկալիքների փոփոխությանը զուգընթաց փոփոխվում է նաեւ թե ինչպես են մարդիկ արտահայտում իրենց կանացիությունը կամ առնականությունը։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր անհատ ունի իր սեփական գենդերի ներքին ընկալումը, այսինքն այն հարցի պատասխանը, թե ինչ կենսաբանական սեռ ունեմ ես եւ ինչպես եմ ընկալում իմ կանացիությունը, առնականությունը, հետեւաբար այստեղ այս մակարդակում մենք ունենք խոսքը գնում է ինքնության կատեգորիաների մասին, որոնք կարող են լինել կին, տղամարդ եւ նաեւ կարող են մարդիկ լինել նույնականանալ այլ գենդերային ինքնությամբ, ինչպիսին օրինակ տրանսանձիկ են, կան նաև այլ ինքնություններ, հա, օրինակ ոչ բինար անձիկ, որոշ անձիկ կարող են քվիր նույնականանալ եւ մի շարք այլ ինքնություններ կարող են լինել։ Սակայն հետևաբար, երբ որ մենք խոսում ենք լեսբի, բիսեքսուալ եւ տրանսանձանց մասին, տրանսանձանց դեպքում մենք խոսում ենք հենց մարդկանց ինքնընկալմանը, գենդերային ինքնության որպես առանձին առանձնահատկություն։ Տրանսանձիկ իրենք մարդիկ կարող են ունենալ կանացիության եւ առնականության շատ տարբեր դրսեւորում։ Եթե մենք նայում ենք, խոսում ենք ավելի մասնագիտական, հա, տեսանկյունից, ապա այստեղ կարեւոր է հասկանալ հետեւյալը, հա, որ լինել տրանս անձ ինքը ներկայումս մասնագիտական եւ հոգեբանական հանրույթը նշում է, որ ինքը չի համարվում որևէ տեսակ հոգեկան խանգարման որոշակի առանձնահատկություն չի իր մեջ ներառում, այլ դա պարզապես մարդու դրսևորման առանձնահատկություն է։ Միայն այն դեպքում, երբ որ մարդը ունի մարմինը փոփոխելու ցանկություն, հիմնականում ներկայիս դասակարգումներում առանձնացվում է առանձին կատեգորիա սեռական, հա, առողջության հետ կապված բաժնում, որը որ ուղղված է հենց որ բժշկական ցուցմամբ իրականացնելու մարմնի հետ կապված փոփոխությունները։ Վերաբերելի է, երբ խոսում ենք սեռական կողմնորոշման հիմքի մասին, վերաբերելի է լեսբի, բիսեքսուալ կանանց, եւ երբ որ խոսում ենք գենդերային ինքնության մասին, հիմնականում վերաբերելի է տրանսանձ։ Այսով լեսբի, բիսեքսուալ կանայք հանդիսանում են հենց հասարակությունում առկա ընդհանուր նորմերից տարբերվող, հա, նաև սեռական կողմնորոշման տեսանկյունից, իսկ տրանսանձիկ կանացիության ու առնականության դրսևորման տեսանկյունից, որ ելնելով մարդկանց շատ տարբեր սոցիալական կարգավիճակներից, ելնելով նաև տարբեր հատկություններից, մենք չենք կարող ունենալ այն դիրքորոշումը, որ մարդիկ չեն կարող ունենալ սեռականության որոշակի այդ տարբերվող դրսևորում, ինչպիսին է օրինակ լինել լեսբի, բիսեքսուալ կամ տրանս կին։
Եթե մենք ավելի անդրադառնում ենք սպეციფიկ լեսբի բիսեքսուալ տրանս անձանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեպքում նաև աջակցության տրամադրմանը, ապա կարևոր է նշել առողջապահության ոլորտում առկա որոշակի խնդիրներին, որոնց կարևոր է որպես մասնագետներ մենք կարողանանք գիտակից լինել, անդրադառնալ եւ վերջինների արձագանքելով նաև ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ աջակցությունը։ Առաջինը, որոնք որ առկա է եւ մասնագիտական հանրութին առավել բնորոշ, դրանք որոշ թյուր պատկերացումներն են հենց մարդկանց սեռականության հետ կապված, որոշ մասնագետների շրջանում դեռևս կարող է առկա լինել այն պատկերացումը, որ մարդու սեռական կողմնորոշումը կամ տրանսգենդերային ինքնություն ունենալ ինքը կարող է հանդիսանալ որոշակի հիվանդության նկարագրիչ։ Դա այդպես չէ, երբ որ անկախ նրանից մենք անդրադառնում ենք մարդու սեռականության հարցերին, թե չենք անդրադառնում, եթե մենք գործում ենք առողջապահության ոլորտում կամ աջակցման ոլորտում, օգնող մասնագետ ենք, գիտեմ բժիշկ ենք, հոգեբան ենք, թերապևտ ենք, հոգեթերապևտ ենք, կամ այլ մասնագետ ենք, ապա կարևոր է հիշել, որ մեր ցանկացած դրսևորում կամ պատկերացում տվյալ անձի մասին, ով ունի օրինակ լեսբի, բիսեքսուալ է կամ տրանս անձ է, ինքը կարող է նշանակալիորեն ազդել տվյալ անձի նկատմամբ տրամադրվող աջակցությանը։ Օրինակ, մարդը կարող է գալ պարզապես, չգիտեմ, ստամոքսի հետ կապված ցավով, սակայն ցավով, եկել է թերապևտի մոտ, բայց մենք նկատում ենք, որ նա մարդը գենդերային արտահայտումը, օրինակ նշում է, որ ինքը տրանս անձ է, ապա մեր վերաբերմունքը կապված տրանս անձի նկատմամբ մեր պատկերացումները իրենք կարող են ազդել, թե ինչպես մենք կարող ենք արձագանքել, արդյոք մարդը կվստահի մեզ, արդյոք մարդը կարողանա կիսել իր մի այլ տեսակ իր տարբեր իր ախտանիշները, որը ունի, եւ արդյոք կցանկանա օգտվել մեր ծառայությունից։ Անկախ նրանից, թե անմիջականորեն հայցը վերաբերում է, թե ոչ, մեր մասնագիտական պրակտիկայի, մասնագիտական էթիկան խոսում է այն մասին, որ մենք պետք է անենք մեր վերաբերմունքով լինենք մաքսիմալ հարգալից եւ աշխատենք մեր կարծրատիպերի հետ, որպեսզի երբեք խոչընդոտ չհանդիսանեն, որպեսզի մարդիկ օգտվեն այն ծառայություններից առողջապահական, որոնց համար որ դիմել են։ Այստեղ խոսքը ոչ միայն կարծրատիպերի մասին է, այլ նաև մեր մասնագիտական սահմանները հասկանալու եւ միջամտությունները հավելյալ միջամտություններ, որոնք կարող են վնասակար լինել անձանց չանելու պարտավորությունը։ Մյուս կարևոր կետերից մեկը, որ փոխկապակցված է նաև այս թյուր պատկերացումների հետ, դա հիմնականում վերաբերմունքի եւ պակաս գայունություն ունենալու հարցերն են, որոնք որ կարող են հաճախ խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի լեսբի, բիսեքսուալ անձին կամ տրանս անձիկ օգտվեն որևէ տեսակ ծառայությունից։ Ընդ որում դրանք ոչ միայն պատկերացումներով են պայմանավորված, այլ նաև կարող են շատ պարզ օրինակ արտահայտությունների տեսքով։ Օրինակ տրանս անձը եկել է մեզ մոտ, մենք հարցնենք, իմանալով, որ մարդը չի նույնականանում կին կամ տղամարդ, մենք ամեն դեպքում այն նույնականում ենք որպես տրանս անձ, օրինակ ասենք կինես թե տղամարդ ես, կամ հիմա տղա ես թե աղջիկ ես, Այս տեսակ հարցերը իրենք ոչ գայուն են, նաև մասնագիտական առումով հանդիսանում են միանգամից մեր պացիենտների հետ, մեր այցելուների հետ կապը կտրող եւ հետեւաբար մարդիկ կարող են ընդհանրապես չդիմել մեր մասնագիտական ծառայությանը։ Մյուս կարևոր կետերից մեկը վերաբերմունքի առումով այն է, որ հաճախ կարող են գործել նաև մեր կարծրատիպերը, մեր պատկերացումների մասին, այն է, որ եթե մարդը լեսբի, բիսեքսուալ է, ինքը օրինակ չի կարող լինել սոցիալապես նաև անապահով, չի կարող նաև ինքը լինել օրինակ Արցախից եկած, չի կարող ինքը լինել կրթություն ունեցող, կամ կրթություն չունեցող, Դրանք էլի պատկերացումներն են, մենք կարևոր է հիշենք, որ մարդիկ կարող են կրել շատ հատկությունների բազմազանություն եւ հետեւաբար, երբ որ մեզ մոտ գալիս է պացիենտը այցելուն կամ շահառուն, կախված թե օգնող մասնագիտության որ մի բաժնում ենք կամ առողջապահության ոլորտում որ մի մասնագիտություն են գրում, մեր այդ պատկերացումները իրենք կարող են ազդել մեր պացիենտներին մեզ դիմելու ցանկության վրա։ Առողջապահության ոլորտում կարևոր կետերից մեկը մեր պացիենտների հետ առնչության ժամանակ դա գաղտնիության պահպանման կոնցեպտն է կամ պահանջ է, որը նաև օրենսդրական մակարդակով է առկա, այսինքն ելնելով մեր մասնագիտական էթիկայից եւ օրենքի պահանջից մենք պարտավորվում ենք պահել մեր պացիենտների մասին անձնական տվյալների գաղտնիությունը։ Ինչու եմ նշում, որովհետև երբ որ խոսքը գնում է լեսբի, բիսեքսուալ կամ տրանս անձանց մասին, ապա գաղտնիությունը ինքը այս դեպքում կրում է կրկնակի կարևորություն։ Երբ որ մենք պացիենտների հետ
իմանում ենք նրանց սեռական կողմնորոշման մասին, կարևոր է հասկանալ, որ սեռականության հետ կապված որոշակի փաստերը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը ինքը կարևոր է ապահովել ու պահպանել գաղտնիությունը։ Օրինակ, կարող են լինել դեպքեր, որոնք նաև արձանագրվել են կազմակերպության LGBT+ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից, որ օրինակ մարդը դիմել է պոլիկլինիկա իր բժշկին որոշակի հայցով, բժիշկը իմացել է մարդու սեռական կողմնորոշման մասին եւ այնուհետեւ քանի որ նաև սպասարկում էր ընտանիքի այլ անդամներին, ասել է ընտանիքի անդամներին։ Ինչ է տեղի ունեցել դրանից հետո երիտասարդ լեսբի կնոջը նաև տանը սկսել են բռնության ենթարկել, որովհետև իմացել են սեռական կողմնորոշման մասին։ Որպես մասնագետներ մենք կարևոր է նաև պահպանենք անձի հետ կապված ոչ միայն իր առողջական կարգավիճակի մասին տեղեկության գաղտնիությունը, այլ նաև անձնական տվյալների մասին գաղտնիությունը, քանի որ կարող են կոնկրետ լեսբի, բիսեքսուալ կամ տրանս անձանց դեպքում ինքը բերել նաև լրացուցիչ անվտանգության խնդիրներին։ Մի կողմից մեզ պետք է այնքան տեղեկություն, որը բավարար կլինի հասկանալու մարդու սեռականության յուրահատկությունների մասին, եթե առնչվում է տվյալ անձի բերված խնդրի եւ մյուս կողմից նաև պահպանել այն սահմանը, որ արդեն մենք ագնացել ենք մեր անձնական հետաքրքրությունների դաշտը։ Եթե մենք մասնագետներ ենք առողջապահության ոլորտում եւ սեռականության մասին մեզ հետաքրքրում են հարցերը, ապա մենք կարող ենք դիմել հենց ոլորտում առկա շատ տարբեր քրեականությանը կամ տեղեկությանը, որը որ մասնագետների համար հասանելի է։ Որպես առողջապահության ոլորտի մասնագետներ, օրինակ, չգիտեմ, բժիշկներ կամ օգնող այլ մասնագետներ, երբ որ մենք աջակցություն ենք տրամադրում, մասնագիտական աջակցություն ենք տրամադրում լեսբի, բիսեքսուալ կամ տրանս անձանց, մեզ կարող է հարց առաջանալ, թե ինչպես կարող ենք տարանջատել որ տվյալ իրավիճակում մարդն ենթարկվել է գենդերային հիմքով բռնության եւ ընդհանուր առմամբ ինչ տեսակ գենդերային հիմքով բռնության դրսեւորումներ կան, որոնք որ տարածված են եւ կարեւոր է որ մենք որպես մասնագետներ ուշադիր լինենք։ Առաջինը, որը որ կարող ենք մատնանշել, դրանք ընտանեկան բռնության կամ զուգընկերի ներառյալ զուգընկերոջ կողմից զուգընկերային բռնության դեպքերն են, որոնք որ հաճախ ունենում են իրենց դրսեւորումները հենց նույնասեր զույգերում կամ տրանս անձանց հետ զուգընկերային հարաբերություններում գտնվող անձանց շրջանում։ Երկրորդը դա ընտանիքի կողմից բռնության դեպքերն են, որոնք որ շատ հանդիպում են լեսբի, բիսեքսուալ կամ տրանս անձանց դեպքում։ Ցավոք մենք ունենք այն պատկերը, որ հասարակությունում ընտանիքի անդամները, երբ որ իմանում են անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին, կարող են տարբեր տեսակ հենց այդ հիմքով բռնություն կիրառել անձի նկատմամբ, ընդ որում այդ բռնությունը ինքը կարող է կրել շատ շարունակական բնույթ եւ տարբեր դրսեւորումներ։ Մյուս դեպքերից, որը որ կարող են հանդիպել մեր հասարակություն գենդերային հիմքով բռնության, դա սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության փոփոխությանն ուղղված սեռական բռնության կիրառումն է կամ բռնաբարությունը, որը որ նաև գրականությունում հայտնի է կոնվերսիոն բռնաբարություն եզրով, այսինքն կանանց կարող հիմնականում դրա հիմքում հասարակության շրջանում ընկած են այն թյուր պատկերացումները, ինչպես նաև որի մասին խոսել ենք մասնագետների շրջանում կարող է լինել, որ որևէ միջամտությամբ հնարավոր է փոխել մարդու սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը, եւ թյուր պատկերացումը այն է, որ եթե մարդը ունենա սեռական հարաբերություն օրինակ այլ սեռին հետ, ապա իր սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը կփոփոխվեն։ Սա եւս դրսեւորման տարատեսակներից մեկն է, որ առկա է եւ նմանատիպ, բայց ոչ բռնաբարության տեսքով կարող է նաև սեռական ոտնձգության, դրսեւորումները շատ է ավելի տարածված լինում, երբ որ օրինակ արական սեռի ներկայացուցիչ տղամարդիկ կարող են նաև լեսբի, բիսեքսուալ կանանց անել առաջարկություններ, կիրառել ոտնձգության տարբեր տեսակներ։ Ելնելով մեր մասնագիտական էթիկայի սկզբունքներից եւ արժեքներից, որպես առողջապահության ոլորտի օգնող մասնագետներ, մենք պարտավորվում ենք ոչ միայն պատշաճ ծառայություն մատուցել մեր պացիենտներին, այլ նաև կարևոր է, որպեսզի կարողանանք պատշաճ արձագանք տալ անձանց կամ իրականացնել համապատասխան ուղղորդում, երբ որ նկատում ենք բռնության որևէ դրսևորում։ Մարդիկ չեն արտահայտի իրենց բռնության հետ կապված որոշակի, խնդիրների կամ դրսևորումների մասին չեն խոսա, եթե մենք ի սկզբանե ունենանք այնպիսի վերաբերմունք, որը բացառում է որևէ խմբի ներկայացուցիչ մեզ դիմելը կամ բացառում է բռնության հետ կապված
որոշակի դրսևորում արտահայտելը։ Կարևոր է, որ որպես մասնագետներ մենք հիշենք, որ բռնության ենթարկվելու հանգամանքը մարդու համար կարող է ունենալ բավականին դժվար, խրթին եւ ծանր հոգեբանական հետևանք։ Հետևաբար մարդը կարող է գտնվել շատ տարբեր հոգեվիճակներում, ներառյալ նաեւ այն հանգամանքում, որ մերժի բռնության առկայությունը։ Կարող է թվալ նաեւ, թե ինչու է կարևոր, որպեսզի մենք օրինակ բռնության արձագանքենք, ինքը իհարկե մեկը գալիս է մեր մասնագիտական պարտավորությունը անել ամեն ինչ, որպեսզի մեր շահառուների, պացիենտների առողջությունը, հոգեկան, ֆիզիկական ամբողջականությունը պահպանվի։ Մյուս կողմից բռնության առկայությունը, օրինակ զուգընկերային բռնության, կարող է նաև խոչընդոտել, որպեսզի մենք կարողանանք օրինակ իրականացնել մեր պացիենտի պատշաճ բուժումը, հա, օրինակ կարող է լինել արգելքներ, որպեսզի մարդը ընդունի համապատասխան բուժումները կամ չլինի դեղերի գնումը եւ այլն եւ այլն։ Մեր հասարակությունում ցավոք դեռևս տարածված է այն նախթյուր պատկերացումը, որ բռնության կիրառման դեպքում մեղավոր է բռնության ենթարկվող, հա, քանի որ տվել է առիթ, քանի որ չգիտեմ, շատ է խոսացել, բաց է հագնվել եւ այլ պատկերացումներ։ Ինչն է այստեղ կարևոր հիշել, որ որպես մասնագետներ մենք պետք է հստակ դնենք, որ բռնության կիրառելիության ժամանակ, երբ որ կա բռնությունը, պատասխանատվությունը միայն բռնության կիրառողի վրա է, այսինքն բռնության կիրառողն է պատասխանատու այն գործողության համար, որը ինքը իրականացրել է։ Եթե մենք որպես մասնագետ վստահ չենք, որ կարող ենք տրամադրել բավականաչափ աջակցություն կամ դա իրակ չի հանդիսանում մեր աջակցության որոշակի պրոֆիլը, ապա կարևոր է, որ մենք անպայմանորեն տեղյակ լինենք, թե որտեղից կարող են մարդիկ ստանալ աջակցությունը բռնության ենթարկվելու դեպքում։ Որպես առողջապահության ոլորտի մասնագետներ, բժիշկներ կարող է մեզ թվալ, որ գենդերային հիմքով բռնության կամ բռնության ցանկացած դրսևորման արձագանքելը կամ տիրապետելը բռնության դրսևորման առանձնահատկություններին ինքը ժամանակ պահանջող եւ երբեմն անհնարին մի գործընթաց է։ Իրականում շատ բան ինքը գալիս է նաեւ մեր մասնագիտական դիրքորոշումներից եւ այն պրակտիկայից ու փորձառությունից, որ մենք ունենում ենք։ Ունենալ որոշակի բազային պատկերացում, թե ինչի հետ ենք մենք պարտավորված աշխատել, որպեսզի կարողանանք տրամադրել զգայուն, հա, աջակցություն մեր պացիենտներին, ինքը կարևոր է այլ մասնագիտական էթիկայի պահպանման տեսանկյունից։ Սարսափելի չէ, եթե ինչ-որ իրավիճակում մենք դժվարանանք կողմնորոշվել, թե ինչպես արձագանքել, սակայն սարսափելի է, երբ որ արձագանքից հետո մենք օրինակ չենք կարողանում դասեր քաղել կամ հետաքրքրվել, թե ինչպես է պետք նման դեպքերում արձագանքելը։ Եթե մենք չենք տիրապետում օրինակ որպես մասնագետ սեռական բռնության դեպքում անձը ինչի միջով է կարող անցնել, ապա կարևոր է հասկանալ, որպես մասնագետներ մենք պարտավորված ենք նաև անցնել որոշակի վերապատրաստում կամ դիմել համապատասխան մեր գոլեգաներին այդ ինֆորմացիան ստանալու համար։